Ուրեմն ես հետևում եմ Հայկ Սարգսյանի բերած օրենքներին, ուրեմն շատ ուշադիր եմ հետևում։ Ես սկզբից ասեմ, հունիսի 7-ից հետո Հայկ Սարգսյանին լավագույն դեպքում կտեսնեք Սամվել Կարապետյանի գրքում, վատագույն դեպքում Քոչարյանի գրքում, խոսքս հիշեք, սա ես հենց ասեցի։ Ուրեմն ամենակարևորը այդ մարդը ճիշտ օրենքներ չի բերում Հայաստան։ Առաջի օրենքը, որ մի կերպ կողեցին, մի կերպ ընդունեցին, այդ օրենքը պետք է վավերացվի։ Ուրեմն 27-ից 35 տարեկան հայազգի մարդկանց իր բերած օրենքով փաստացի առանց փողի արգելում են Հայաստան գան, միջև փող չմուծեն, ընդ միլիոնների հարցա, միջև չմուծվեն, ոչ մեկի թույլ չեն տալի մտնեն Հայաստան։ Էդի էր քո բերած օրենքը, Հայկ ջան։ Էդի էր լավ օրենքը։ Էդի օրենքեր ընդհանրապես, որ դուք ընդունեցիք։ 92 թվից մինչև 2018 թվերը նրանք եկան այդ երեխանցը դադար արին Հայաստանից, դուք էլ եկեք ասիք, ինչ ասիք, փողը տվեք, թողենք հետ գաք, ուրիշ բան կա ձեր օրենքի մեջ, մնացածը հենց, ինչ ուզում եք ասեք, գրական ձևով, գրեք, եսի մինչեր, համաներումներ, ոչ համաներում, ես մեկին կարելի է, այն մեկին չի կարելի, հասկանում եք, էդի օրենքեր, որ դուք ընդհանրապես ընդունեցիք, մարդը պետք է փող մուծի, որ թույլ տան գա հայրենիք։ 5 տարեկանում հեռացել է երկրից ծնողների հետ երեխեն, տարել է 27 տարեկան, օտար երկրում թույլ չեք տալի կա Հայաստան, միջև փող չմուծի։ Էդի օրենք է, էդի անելու բաներ, որ ես փոքր երկրում դուք արիք։ Հիմա ուրիշ օրենք ես բերել, ասում ես, բանակը սարքեցին տարիուկես, Ալիևը սենց, եթե ինչքան փող ծախսեր, մեր բանակ այդքան չեր կրճատվի, 30%-ով, ստել ես խափում մարդկանց, թե ում օրենքներն ես, այդ ինչ օրենքներ ես քո մեջից հորինել ուզում մտցնես, Հայկ Սարգսյան, մոռացեք, որ երկրում օրից հետո կլինի պատերազմ, ու դուք այդ նորակոչիկներին, զորակոչիկներին կտանեք պատերազմ, իսկ դուք վզերնոտ կհաստացնեք այդտեղ, ձեր տարիքի մարդիկ պետք է գնան կռվեն, նայեք ամբողջ աշխարհը պատերազմա, ոչ միտեղ զորակոչ, նորակոչ չի կռվում, ոչ միտեղ, ասում եք 30% պակասել է, մարդկանց էլ հավատացնում եք, չէ՞, բա այդ ամեն ամիս, որ հավաքում եք հազարներով տանում սովորացնում, դրանք զինվոր չեն, դրանք այդ ինչի համար են, դրանք պահեստայիններ չեն, այս որ պատերազմի ժամանակ դրանք պետք է միշտ պատրաստ լինի, այդքան ծախսերը այդ ինչի համար է անում պետությունը, դրանք զինվոր չեն, խափում եք մարդկանց ուղղակի, այս մանավանդ այս ընտրությունների ժամանակ նման բաներ եք ասում, մի արեք, մեկը կրկնում եմ,
Եթե պատերազմ եղնի, նորակոչիկ, մորակոչիկ այդ զորակոչները 18 տարեկան երեխեքը չեն գնալու պատերազմ։ Պատերազմ պիտի գնան 30-ից բարձր տղամարդիկ, 30 տարեկանից բարձր, ովքեր արդեն նույնիսկ եթե միջև 30 տարեկանը ընտանիք երեխա դեռ չունի, նրան էլ պիտի չտանեն պատերազմ։ Այս սենց օրենքներ պիտի բերեք։ Հասկանում եք։ Իսկ դուք փակեցիք մեր երիտասարդների վերադարձը Հայաստան, ձեր ագահության պատճառով, որ մեր գիրը փող աշխատի, ամեն ինչից փող աշխատի։ Չէ, տես չի։ Մարդկանց վրա փող մի աշխատեք։ Հիմա էլ օրենք եք բերել, չեն ընդունել, ձեր բերած օրենքը էլ ոչ մեկի պետք չի, սա արդեն պարզ հասկանալի է ինչ ա կատարվում։ Չի լինելու նման բաներ էլ։ Այդ օրենքն էլ որ ընդունել են, ես դիմում եմ մեր վարչապետին այդ օրենքը ետ վերադարձնեն, դա օրենք չի։ Մեր երեխանցից փող եք ուզում կորզեք, որ թույլ տակ գան Հայաստան։ Հասկանում եք։ Ինչ ա կատարվում, ինչ արիք դուք այդ օրենքով։ Ռուսաստանին ասում եք դիկտատորական ես մի բան, 5 տարի է արդեն, 5-րդ տարին է պատերազմի մեջ է, ընդե զորակոչիկ չկա, նորակոչիկ չկա, գոյություն չունի, ոչ մի հատ։ Ռուսաստանում 1 տարի են ծառայում, տարուկես էլ չի, 1 տարի է ընդամենը։ Չկա, պատերազմը կրվում է լրիվ պրոֆեսիոնալ մարդկանցով, տանում են 2-3 ամիս սովորացնում են ու գնաց գրիվ։ 25-30-ից բարձր տղամարդիկ են, նորակոչ չկա ոչ մի տեղ, իսկ ձեր հույսը մեր 18 տարեկան երեխեքն են։ Այսօր էլ է ձեր հույսը 18 տարեկան, վայ, տես արդու նորակոչիկների բանը քիչացրել են, մեկն էլ ավելացրել են, ամենամեիս փախնում եք, մի ամսով հրավիրում են զորակոչի փախնում են, սաղ ամեքը մի ձևով, բոլորը հայրենիքից են խոսում, բայց փախնում են, չեն ուզում գնան վարժվեն։ Դրանք են կռվելու, պատերազմ եղավ, դրանք զինվոր են պահեստազորային, բոլորը, մարդկանց մի խափեք, 30% կրճատվեց, ես կրճատվեց, ձեր հույսը թող նորից ասում եմ, այդ 18 տարեկան երեխեք չլինեն, նման բան պետք է լևս չլինի, այտենց դուք ազգին կվերացնեք։ Դիմում եմ էլի Նիկոլ Փաշինյանին, այդ օրենքը, որ ընդունեցիք, այդ օրենքը պետք է ետ վերադարձնեք, դա օրենք չի։ Իննսունականների երեխեքը, որ փախել են այդ մարդկանցից փող պետք է մուծեն, որ թույլ տակ գան երկիր Հայաստան։ Էդի օրենք էր вообще, նման էր օրենքի, բայց ընդունեցիք, սենց մի կերպ զաստավիտով բանարին այդ հայկը, ինչի համար, անհասկանալի, ում համար էր դա արված, ով պտի լավ փող աշխատի։ Ընդհանրապես այդ օրենքները, որ բերում են, պատգամավորները զակազ են ստանում, ամբողջ աշխարհում, թե չասեք Հայաստան, թե թե ով էր այդ զակազը տվել, ով պտի լավ փող աշխատի, Աստված գիտի։ Այսքան բան, լավ մնացեք ժողովուրդ ջան։